Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ եւ ալիքի հյուրեր։ Ժողովուրդ, հիմա դուք տեսնում եք այս վարդեր ավելի ճիշտ երկամանի մեջ, որոնք ես բազմացրել եմ ջուղերից, պահել եմ սենյակային ջերմաստիճանում տանը, արդեն լավ մեծացել են, կպել են նորմալ։ Հիմա ժամանակն է, որպեսզի տեղափոխեմ այգի։ Ինչ եմ անում դրա համար։ Ինչ եմ ես կան ուշացնում, որ սպասում էի գարնանային ջերմաստիճանները մի քիչ կարգավորվեր, ցրտահարություն չլներ, որպեսզի բույսը ստրեսի չի ենթարկվի, սպասել եմ արդեն եղանակը կարգավորվել է եւ այսօր կատարենք այդ գործողությունները։ Դրա համար ինչա պետք է մեզ ունիվերսալնի սուբստրատ, սա կոմպոստ, տորֆ, բարարդանյութեր, նույնիսկ սա է տարբեր արտադրողներ են սրանք։ Հիմա ես ասեմ ինչքան պետք է լինի pH-ը վարդերի համար։ Վարդերի համար հողի թթվանությունը պետք է լինի սահմանը 5.5-ից մինչև մաքսիմում 7, 6.5։ Տարբեր արտադրողներ տարբեր թվեր ունեն։ Հիմա օրինակ սրա մոտ գրած է pH-ը, մոտիկից ցույց տամ։ Այ pH-ը 5-ից 7.5 է, իսկ այս մյուս պարգի վրա գրված է 5.5-ից մինչև 7։ Ես կխառնեմ կստանամ ոսկա միջինը։ Նաև արդեն ունեմ պատրաստած կոմպոստ, մաղած, սա իմ տնական կոմպոստն է, եւ պատրաստել եմ փոսը։ Փոսի խորությունը կարող է լինել 45-ից մինչև 50 սանտիմետր, եւ ես քանի որ երկու թուփ պետք է դնեմ, իմ մոտ 75 սանտիմետր պարագիծ է։ Հիմա սկզբից ես ջրում եմ, հագեցնում եմ ջրով փոսը, դրանից հետո լցնում եմ կոմպոստը եւ այս խանութից գնված հողը, խառնում եմ ու գիտես ցույց կտամ ինչ եմ անում։ Հիմա բուրըն ջրում ենք, որ ոնց ասում են ջուրը տակը կանգնի, կողքերով լավ ջրում ենք ու հագենա։ Ասեմ որ վարդերը ջրացել բույսեր են։ Վարդի հողը պետք է լինի շատ թեթև, որովհետեւ լինի թթվածնով հարուստ, կավային հողը չի սիրում, քարոտ հողեր չի սիրում, սիրում է նման պայմաններ, ինչ որ ես ցույց եմ տալիս։ Այսին վարդերը կոնկրետ այս վարդի թփերը ես որ վերցրել եմ, ծանոթ մարդու եմ վերցրել ջուղերը, սրանց հասակը բարձրանում է մինչև 1.30 մետր սանտիմետր բարձրությունը եւ շատ մեծ գլխով վարդեր են տալիս։ Մեկը լավ մուկուն ունի, մյուսը մի քիչ ավելի բաց է, տարբեր սորտեր են։ Ես սրանց տեսանյութերը ունեմ ժողովուրդ ջան։ Հիմա լցնում եմ տորֆը ու սկսում եմ խառնելը։ Ասեցի մի պարգի pH-ը 5-ից 7.5, մյուսինը 5.5-ից մինչև 7։ Խառնում իրար կստանամ ոսկյա միջինը։ Հիմա ավելացնում եմ կոմպոստը։ Շատ որակով տնական կոմպոստ է, փափուկ, թեթև։ Նաև պետք է խառնեմ ավազ։ Այս ամբողջին խառնեմ մոտավորապես 3-4 կիլոգրամ։ Մի պարգը խառնեցի ժողովուրդ ջան, հիմա բացում եմ երկրորդ պարգը։ Այս պարգերը 20 լիտրանոց են ամեն մեկ, նշանակում է 40 լիտր ընդհանուր իրար հետ։ Հիմա խառնում եմ ավազը ժողովուրդ ջան, մաքուր ավազ է։ Շատ պետք չի։ Ավազը լավ խոնավություն պահելու համար է։ Վերի բավական է, մոտավորապես 4-5 կիլոգրամ։ Հիմա բացում եմ մյուս պարգը։ Փոսը բավականին մեծ է։
Իսկ մեզ մոտ Չեխիայի պայմաններում աշնանետը ես կատարում եմ գետնից թողնում եմ ընդամենը 15 սանտիմետր ու մնացած ամբողջը կտրում եմ, որովհետեւ չցրդահարվեն։ Լավ խառնում ենք։ Լավ խառնում ենք ժողովրդյան, ստանում ենք արդեն միջին թեթանության pH-ը ոնց որ պահանջում է վարդի համար ստացանք նման ձևի 5-ից մինչև 7 մոդավորես։ Իհարկե ինչպես բոլոր բույսերը նույնը եւ վարդերը պետք է անպայման պարարտացնենք ինտեկա պարարտանյութով սեզոնին, որպեսզի բուրըն ծաղիկներ տա եւ լավ աճի։ Ես հիմա լսում ենք փոսը։ Տեսեք փոսի մեջ մինչև հիմա ջուրը կանգնած է։ Շատ մեծ փոս է ստացվել, շատ լավ պայմաններ կունենան վարդերը։ Հիմա ամաններից հանենք տեղադրենք ու նոր մնացածը ավելացնենք։ Հանում ենք ամանից շատ լավ արմատակալել է ժողովրդյան, հիմա դնում ենք այս մեկն այստեղ։ Մի քիչ տեղափոխեմ։ Վերջ։ Ու հողը լցնում ենք կողքեր արդեն։ Gelip içeri ver. Olsa. ժողովրդյան լցրեցինք հողը, հիմա կջրենք։ Հիմա կջրենք։ Լավ ջրում ենք։ Ժողովուրդ ջան, այսքան ու ավարտում տեսանյութը, եթե եղավ օգտակար, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրեք իմ YouTube канալին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը, բարին ընդ ձեզ։ Ցտեսություն, եղեք առողջ։